Ընտրարշավը և ընտրությունները լավագույն միջավայրն էին ազգային մտածողության և ազգային արժեքների արտահայտման համար։ Քանզի բոլոր թեկնածուները ինքնաառաջադրված թեկնածուներ են, և մեր ազգը նրանց ինքնաառաջադրման հարցում ոչ մի գործնական մասնակցություն չի ունեցել և չի էլ ունենալու, այլ այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ինքնաառաջադրված թեկնածուները կամ կուսակցություններն ու դաշինքները պետք է գան մեր ժողովրդի մոտ և մեր ժողովրդի ազգային մտածելակերպին և ազգային արժեքներին հարիր գաղափարներ, ծրագրեր և նպատակներ առաջարկել ապագա 5 տարիների համար։ Եվ այստեղ բոլոր ինքնաառաջադրված կուսակցությունների և դաշինքների միջև բնականաբար հեգեմոն դերը պատկանում է իշխանություններին, նրանք պետք է թելադրեին խաղի կանոնները իշխանական դաշտի կողմից իջեցված քարոզարշավի դաշտ և ծրագրեր, որովհետև նրանցը պետք է լիներ լավագույնը, բայց մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչները անընդհատ ծաղրի են ենթարկում հակընդդեմ դաշտի ներկայացուցիչներին, իրենց մրցակիցներին, և այս ամեն ինչը իջեցնում են ժողովրդի քննարկման դաշտ, կարծելով, թե մեր ժողովուրդը այնքան զուրկ է վերլուծությունից, մտածելակերպից, այնքան զուրկ է իր ապագան նայելու և ծրագրեր ընտրելու կարողություններից, որ պետք է քննարկի, թե ով ինչպես է ծաղրում մյուսին։ Սա շատ վատ մոտեցում է։ Այդ ծաղրանքների մեջ ես տեսնում եմ, որ արդեն սոցիալական ցանցերում տարածվել է և գրեթե մասսայական է դարձել երկկողմանի ինչ-որ տառերը հատ-հատ արտասանելով բառեր, որը ծաղրանք է մեկը մյուսի նկատմամբ։ Մենք չպետք է իջնենք այդ աստիճանին, որովհետև մենք այդ ժողովուրդը չենք, մենք լուրջ մտածելակերպ և լուրջ վերլուծություն ունեցող ժողովուրդ ենք։ Բայց նորից վերադառնամ իշխանական թևին։ Վերջի 2 օրվա ընթացքում կարծեմ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր, որը իմիջիայլոց նշելով, թե ուզեցա ասել, թե ինչ ձեռքբերում ունենք, ուզեցա նշել, թե ինչ զենքեր ենք առել, ուզեցա նշել կոռուպցիայի դեմ ինչպես ենք պայքարել, բայց դա չասեմ։ Եվ պետք է ներկայացնեմ մեր թեկնածուին, խոսքը Քաքացի Փաշինյանի մասին էր, որ նա գիտի խոսել, գրել և կարդալ հայերեն, գիտի արտասանել արկածախնդիր բառը, գիտի արտասանել հաղթարշավ բառը և գիտի ինչպես օգտագործել համապատասխան բառը համապատասխան միջավայրում։ Սա բացահայտ ծաղր է։ Կարող ենք հասկանալ ծաղրը, եթե լիներ այլ իրավիճակ, բայց հիմա ընտրարշավ է գնում, դուք փոխանակ մեր ժողովրդին ներկայացնեք, թե ինչու ձեր կողմից ծաղրի ենթարկված կուսակցությունների առաջնորդները չեն կարող կառավարել երկիրը կամ կարողություն չունեն կառավարելու, այլ դուք նշում եք ինչ-որ թերություններ։ Արկածախնդիր բառը չարտասանելը դա ծանրախոսության հետևանք է։ Ծանրախոսությունը լեզվախոսքային թերություն է և շատ ցածր է թերությունը ծաղրելը, ինչպես նաև հաղթարշավ բառը, որը դժվարախոսության արդյունք է։ Գիտեք, ծանրախոսությունը և դժվարախոսությունը դրանք թերություններ են, առատ չեն։ Առատ է պոռոտախոսությունն ու մեծախոսությունը, որը ծնվում է մեծամտությունից։ Եթե դուք գտնում եք, որ ինչ-որ մեկը չի կարող կառավարել միայն նրա համար, որ ծանրախոս է, ապա պետք է Անգլիայի թագավոր Գևորգը ընդհանրապես չկառավարեր, որովհետև 2 բառ անգլերեն չէր կարողանում խոսալ, բայց փայլուն կերպով կառավարեց Անգլիան 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին և իր երկիրը տարավ հաղթանակի։ Մարմնավոր կամ լեզվախոսքային թերություններ ծաղրելը դա նաև ներկայացնել ազգին, թե քննարկումներ արեք սրա շուրջը, ժպտացեք և ուրախացեք և հենց այդ նարատիվով էլ գնացեք ընտրության, դա ցածրացնում է ազգի գիտակցական մակարդակը, նրա ենթագիտակցական մոտեցումը իր ապագային և ազգային արժեքներ, որը նա միշտ տավանել է,
ստիպում է իջեցնել այն աստիճանին, որ ոչ թե պետք է քննարկենք ինչ ակնկալիք ունենք կամ ինչ ձեռք բերում, ոչ թե պետք է քննարկենք ըստ ձեր ներկայացածի դուք ինչու կարող եք, իսկ նրանք անկարող, մենք պետք է իջնենք լեզվախոսքային բառերի ուրեմն ծաղրանքի աստիճանին։ Դրանք քննարկման առարկա չեն։ Այ օրինակ, ինչպես կվարվեին ամերիկացի ժողովուրդը, երբ 30-ականների սկզբին Ֆրանկլին Ռուզվելտը երբ առաջարկեց իր տեխնացությունը, նստած էր անվասայլակի վրա եւ կիսով չափ անդամալույս էր։ Պատկերացրեք, հակընդդեմ կուսակցության ներկայացուցիչը այսպիսի արտահայտություններ է. մեր տեխնացուն կարող է քայլել եւ կարող է իր ոտքով զուգարան գնալ։ Ամերիկացի ժողովուրդը ո՞նց կվերաբերվեր այս բանին։ Կծիծաղեր, կզվարճանար եւ կգնար հենց այդ նարատիվով ընտրությունների։ Ամեն մեկ կուսակցություն, երբ գալիս է ժողովրդի մոտ ձայն անելու, նա պետք է առաջին հերթին հարգի իր հակառակորդին, քննադատի եւ քննարկի նրանց կարողությունների եւ անկարողությունների աստիճանները, ներկայացնելով իհարկե իր գերադրականը, որպեսզի ազգը կարողանա լուրջ մոտենալ լուրջ վերլուծության, որտեղ իր ապագան է կախված դրանից։ Անկախ երևույթից այդ օրը այդ ազգը լավ վիճակում է, թե վատ վիճակում է, միևնույն է, նա ապագան ավելի ու ավելի լավ է պատկերացնում, եւ դրա համար պետք է հասկանա, ում հետ քայլ գցի, կարող է սա, թե անկարող է նա։ Եթե դուք ծաղրում եք Գագիկ Ծառուկյանին, նշելով, որ համապատասխան բառը համապատասխան չի օգտագործում եւ նա անկարող է կառավարել երկիր։ Բայց ինչպես է այդ բառը արտասանել չկարողացողը 8 տարի հարստացել ձեր իշխանության տարիներին։ 8 տարի։ Այսինքն հարստանալ կարող էր բառերը ոչ տեղին օգտագործելով, բայց չի կարող կառավարել երկիրը։ Չէ՞ պարադոքսալ հակասություն է ստացվում այստեղ։ Մյուսը, որ դժվարախոս է, նրան անվանում եք, որ օտար երկրում թալանել այսինքն ազնիվ ճանապարհով հարստանալ հնարավոր չէ։ Այդ դեպքում ինչու եք մեզ ասում ազնիվ հարկատու եղեք եւ հպարտ հարկատու եղեք։ Եթե ես ազնիվ ճանապարհով կամ մեր քաղաքացիները ազնիվ ճանապարհով չեն կարող ունենալ 10 մեքենա կամ 5 մեքենա կամ չգիտեմ դղյակ։ Էլի նույնպես հակասություն է առաջանում։ Բայց ձեր տեխնացուների հետ ձեր ունեցած անձնական խնդիրները մի իջացրեք մեր դաշտ։ Մենք լուրջ քննարկման կարիք ունենք, որպեսզի իմանանք, թե ինչպես ընտրենք։ Դուք եք առավելը, որ գանք դեպի քեզ, բայց ձեր առավելությունը պետք է բացասվի նրանց անկարողությամբ եւ որպես խորտացելու նյութ։ Սա մեր ժողովրդին։ Քոչարյանի, որ անվանում եք անկարող կառավարման, այդ մարդուն մենք տվել ենք 16.2 միլիարդ դոլար փող նրա կառավարման 10 տարիների ընթացքում։ Լևոն Տեր-Պետրոսյանից ընդունել է 300 միլիոն դոլարով բյուջե, հանձնել է 2.5 միլիարդ դոլարով բյուջե Սերժ Սարգսյանին։ Ընդհանուր տարիների հաշվարկով կազմում է 16.2 միլիարդ, որ Հայաստանի բնակչությունը հավաքել եւ տվել է որպես պետական բյուջեի 10 տարվա ընդհանրական։ Ձեզ իշքան ենք տվել, պարոն Ռուբինյան։ 60 միլիարդ 8 տարվա ընթացքում 2.8 տրիլիոն Հայաստանի Հանրապետության բյուջեն էր 8 տարին, որ բազմապատկեք եւ բաժանեք 370 դրամի այսօրվա կուրսին կստացվի 60 միլիարդ քիչ ավել դոլար փող։ Եվ հիմա դուք եւ Քոչարյանը, դուք եւ Կարապետյանը այսպիսի թեմաների շուրջ վերլուծեք։ Նրանք ինչ են արել, դուք ինչ եք արել։ Եվ թող մեր ժողովուրդը վերլուծի, սա կլինի արդար։ Հերու պահեք մեր ժողովրդին։ Մեր ազգը շատ բարձր գիտակցություն ունի, որ իշնի ինչ-որ մեկի անձնական թերությունները քննարկելու եւ այդ քննարկումով էլ ընտրության գնալու։ Մեր ապագան ամենևին այլ բան է։ Աստված մեր ապագայի հետ։